Պարոն Չախոյան, վերջին շրջանում տեսնում ենք, որ ընդդիմությունը կրկին ակտիվացել է, կարելի ասել վերադարձել է փողոց ու սրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ պարբերաբար շահարկվում է Արցախի եւ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Երեկ էլ տեսանք, որ ազգային ժողովում կրկին շահարկվեց ցեղասպանության հարցը։ Ինչու է ընդդիմությունը, այսպես ասած, այս երկու հարցի վրա կենտրոնացել։ Նախ տեսեք, մենք պետք է հստակ հասկանանք ու գիտակցենք, որ որքան մենք մոտենում ենք 2026 թվականի ազգային ժողովի հերթական ընտրություններին, ընդդիմությունը գնալով էլ ավելի է լավ հասկանում, որ ինքը հնարավորություն չունի իշխանափոխության հասնելու ընտրությունների միջոցով եւ բնականաբար պետք է փորձի ինչ-որ կեղծ թեզերով, դիվիդենդներ հավաքելով, ստերով, կեղծիքներով, ինչ-որ հանրային լայն զանգվածներ փորձի գեներացնի ու համախմբի իր շուրջ։ Թերևս ընդդիմության վերջին շրջանում տարատեսակ կեղծիքներով ու ստերով համեմված այս քարոզչական մեթոդները, որ կիրառվում են, միտված են հենց դրան, իսկ ինչ վերաբերվում է թե ինչ տեղի ունեցավ երեք ազգային ժողովում, ինձ թվում է պետք է հստակ արձանագրել, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում երեք հայտնվել էին մարդիկ, ովքեր տարիներ շարունակ այդ նիստերի դահլիճում նույնիսկ ներկա չէին, հանձինս Իշխան Սաղաթելյանի, ու չգիտես ինչու երեք որոշել էր հայտնվել նիստերի դահլիճում, մասնակցել նիստին, իսկ վերջինիս ներկայության արկայության դեպքում շատ կարճ ժամանակ հետո տեղի ունեցավ այն հայտնի վիճաբանությունը, որին ականատես եղավ մեր հանրությունը։ Բնականաբար այդ ամեն ինչը նախօրոք պլանավորված էր, բնականաբար այն սադրանքը, որ պլանավորված էր իրականացնել ազգային ժողովում, միտված էր կեղծ թեզեր գեներացնելուն, որովհետև ազգային ժողովում տեղի ունեցած վիճաբանությունից հետո արդեն սկսեցին մամուլում կեղծ տեղեկատվություններ տարածվել այն մասին, թե իբրև ընդդիմությունը ցանկանում էր ցեղասպանության մերժման դեմ ինչ-որ օրինագիծ ներկայացնել, այդ իսկ պատճառով վիճաբանություն տեղի ունեցավ ընդդիմության եւ իշխանության միջև, այնինչ մեր ԱԺ գործընկերների կողմից բազմաթիվ անգամ դեռ երեկվանից հերքվեց, որ ցեղասպանության մերժման դեմ օրինագծի հետ ընդհանրապես կապ չուներ այդ վիճաբանությունը։ Դա ընդհանրապես շատ պարզ, հստակ նախագծված սադրանք էր դիվիդենդներ հավաքելու եւ հանրային ինչ-որ լայն զանգվածներ գեներացնելու իրենց շուրջ համախմբելու համար, ապրիլի 23-ի երեկոյան նույն քոչարյանական դաշնակցական ուժերի կողմից նախաձեռնվող ջահերի երթին շատ ավելի մեծ թվով մասնակցություն ապահովելու համար։ Պարոն Չախոյան, հետաքրքիր է, որ լուրը տարածվեց նաև ռուսական մեդիայում, անգամ դրան անդրադարձավ ՌԻԱ Նովոստին եւ ներկայացվում էր այն քողով, որ Հայաստանում իշխանափոխության նոր ալիք է հասունանում եւ ազգային ժողովում տեղի ունեցողը վկայում է նաև դրա մասին։ Ինչու լուրը կայծակնային արագությամբ հասավ ռուսական մեդիա եւ ինչու Հյուսիսում, այսպես ասած, այս շեշտադրմամբ են նաև մեկնաբանում այս լուրերը։ Ես գիտեք փորձեմ զերծ մնալ մեկնաբանություն տալուց, թե ինչու այդ կայծակնային արագությամբ ու այդ կեղծ թեզերով համեմված լուրերը հայտնվեցին ռուսական մեդիայում, ինչու հենց փորձվեց ռուսական մեդիայի կողմից ներկայացվել, թե Հայաստանում զանգվածային մեծ խժդժություններ կան, նորից փողոցային ակցիաներ են վերսկսում, ինձ թվում է մեր հանրությունը շատ լավ գիտակցում ու հասկանում է, թե ում համակարգման տակ է գործում արմատական ընդդիմությունը, ինչին է միտված արմատական ընդդիմության գործողությունները եւ ում շահերն է սպասարկում, որ կայսերական շահերն է սպասարկում արմատական ընդդիմությունը։ Մեր հանրությունը դրա պատասխանը շատ լավ գիտի, ինձ թվում է կարիք չկա մեկնաբանելու։ Պարոն Չախոյան, նաև այսօրվա ջահերով երթից խոսեցիք, մի շարք անհատներ հանդես են եկել կոչով, որ հանրությունը միանա ջահերով երթին։ Տեսեք, խնդիրը ինչումն է, ես ամենևին որևիցե վատ բան չեմ տեսնում ջահերով երթին մասնակցելու կամ մասնակից լինելու մեջ, բայց ամբողջ խնդիրը ինչումն է, մեկ անգամ չէ, որ ընդդիմության կողմից փորձ է արվել ջահերով երթը օգտագործել ներքաղաքական նպատակների համար։ Շատ պարզ վառ օրինակ դիմադրության շարժում, որը հետևեց ջահերով երթին։ Ապրիլի 24-ից հետո Իշխան Սաղաթելյանը, դաշնակցական քոչարյանական ուժերը սկսեցին դիմադրության շարժումը, իսկ մինչև այդ Ազատության հրապարակում հայտնվել էր Արտուր Վանեցյանը, որը փորձեց ինքն իր հերթին իր շուրջ համախմբել եւ օգտագործել ջահերով երթին մասնակցող անձանց։
Այսինքն ներքաղաքական նպատակների, սուղ նպատակներին ծառայեցնելու համար է այս ամեն ինչը արվում ու պատահական չէ, որ հենց քոչարյանական ու դաշնակցական ուժերի կողմից ջանք ու ֆինանսական մեծ ջանք չեն խնայում եւ ֆինանսական շատ մեծ միջոցներ են ծախսում մասնակցության մեծ թիվ ունենալու համար, որը հետագայում նաեւ կփորձեն հրամցնել հանրությանը որպես իշխանության դեմ բողոքի ակցիա ու փողոցում հայտնված մարդկանց, ովքեր մասնակից են եղել ջահերով երթին, ամենայն հավանականությամբ կփորձեն ներգրավել ինչ-որ փողոցային ակցիաների մեջ։ Այս անգամ նպատակը որն է լինելու, պարոն Չախոյան։ Նպատակը միշտ նույնն է մնում՝ հասնել իշխանափոխության, ընդ որում ընդդիմությունը այս իր բաղձալի նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ կանգ չի առել, ես հավատացնում եմ ձեզ, կանգ չի էլ առնելու ընդհուպ մինչև Հայաստանի պետականության կորուստ։ Ընդդիմության նպատակը միշտ մեկն է եղել՝ թեկուզ գուբերնատորի կարգավիճակում լինել Հայաստանում իշխան, նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը չունենա պետականություն։ Պարոն Չախոյան, հետաքրքիր է, որ ընդդիմությունը պարբերաբար օրվա իշխանությանը մեղադրում է ցեղասպանությունը ուրանալու մեջ, հղում անելով նաև Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթությունը չէ ցեղասպանության ճանաչելը։ Այս մեղադրանքներին նախ ինչպես կհակադարձեք եւ արդյոք իրապես, այսպես ասած, ինչպես իրենք են պնդում, օրվա իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար պատրաստ է ցեղասպանությունը ուրանալ։ Նախ սկսենք արտաքին գործերի նախարարի Արարատ Միրզոյանի հայտարարությունից առայն, որ ցեղասպանության ճանաչումը մեր առաջնահերթությունների չէ։ Միանշանակ կողմնակից եմ այդ հայտարարությանը, որովհետև Հայաստանի շուրջ այսօր ստեղծվել է մի իրավիճակ տարածաշրջանային, որտեղ մեր առաջնահերթությունը մեր անվտանգությունն է եւ երբ արտաքին միջազգային գործընկերների հետ Հայաստանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում, բնականաբար այդ հանդիպումների ժամանակ առաջնահերթություն հանդիսանում է տարածաշրջանային խաղաղության հարցերը եւ ոչ թե ցեղասպանության ճանաչման հարցերը։ Այսօր փաստացի Հայաստանը բավականին մեծ սպառնալիքների առաջ է կանգնած եւ առաջին հերթին մենք պետք է փորձենք չեզոքացնել այդ սպառնալիքները, նոր մտածենք այլ հարցերի մասին։ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ամբողջությամբ սրա մասին էր։ Չեմ կարծում, թե երևելի հակասական ինչ-որ հայտարարություն էր եւ ես կարծում եմ, որ մեր հանրության գերակշռ մեծամասնությունը կողմ է այս հայտարարությանը, որովհետեւ մեր հանրությունը հստակ գիտակցում է, որ մեր առաջնային խնդիրը մեր անվտանգությունն է, հետո նոր մնացած հարցերը։ Ցեղասպանության ճանաչման հարցը բնականաբար այդ թվում նաև մեր արտաքին գերատեսչությունը զբաղվում է նաև այդ խնդրով, բայց դա մեր առաջնահերթությունը չէ, մեր առաջնահերթությունը տարածաշրջանային խաղաղությունն է եւ Հայաստանի շուրջ ստեղծված սպառնալիքները չեզոքացնելն է։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության այն կեղծ պնդումներին, թե իշխանությունը ուրանում է կամ փորձում է ուրանալ ցեղասպանությունը, կներեք, եկեք նախ առաջին հերթին հասկանանք ինչ է նշանակում ուրանալ։ Ուրանալ նշանակում է հերքել, մերժել, ժխտել։ Որևիցե պետական պաշտոնյայի կողմից որևէ մինչ օրս նմանատիպ հայտարարություն որևէ մեկը լսել է, բնականաբար ոչ, ու բնականաբար չեն էլ լսի, որովհետև չկա նման բան։ Ասեմ ձեզ ավելին, Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության են ենթակա այն անձինք, ովքեր կփորձեն հերքել, մերժել, ժխտել ցեղասպանությունը, հետևաբար ինչի մասին է խոսքը։ Իսկ մեկ այլ հավելում կարող եմ անել, որ ցեղասպանության ուրացման մեջ իշխանությանը մեղադրում են այն ուժերը, օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը, ովքեր դեռևս 1915-ից առաջ եւ դրանից շատ կարճ ժամանակ հետո շատ ջերմ մտերմիկ հարաբերությունների մեջ են եղել, քաղաքական առևտրի մեջ են եղել նույն Թուրքիայի իշխանությունների հետ։ Իսկ այսօր մոտ 110 տարի անց նույն հայ հեղափոխական դաշնակցությունը մեզ փորձում է մեղադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Ցեղասպանության ուրացման հարցում մեզ փորձում է մեղադրել մի ուժ, խոսքը հանրապետական կուսակցության մասին է, որի ղեկավարի կառավարման տարիներին, երբ Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության զարգացման ուղղությամբ մեծ քայլեր էր կատարվում, օրինակ Թուրքիայի նախագահի այցի ժամանակ 2014 թվականին էր կարծեմ, անջատեցին Ծիծեռնակաբերդի հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի լույսերը։
Հիմա ով է ուրանում ցեղասպանությունը, ով է երկրորդային պլան մղում ցեղասպանության ճանաչման հարցը, ով է ոչ առաջնահերթ համարում ցեղասպանության հարցը։ Այսինքն մեզ փորձում են կեղծ մեղադրանքներ առաջադրել այն ուժերը, որոնք փաստացի հենց իրենք են այդ հարցում մեղավոր։ Սա է ամբողջ խնդիրը։ Խոսեցիք խաղաղության անհրաժեշտությունից, ձեզ ոչ միայն մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու մեջ, այլ նաև Ադրբեջանի հետ խաղաղության գնալու մեջ։ Այսինքն օրվա ընդդիմությունն ասում է իշխանությունը այս պայմաններով խաղաղության գնալու դեպքում փակում է Արցախի էջը եւ արցախցիների վերադարձի իրավունքը, այսպես ասած, անտեսվում է։ Ինչպես կհակադարձեք նաև այս մեղադրանքներին։ Իսկ կներեք Հայաստանի երբ պետք է խաղաղության գնա Ադրբեջանի հետ։ Եկեք փորձենք հասկանանք 10 տարի հետո, 20 տարի հետո, 5 տարի հետո, 50 տարի հետո։ Իսկ փորձենք մեկ այլ բան հասկանանք, իսկ մինչև այդ աշխարհ քաղաքական իրավիճակը ինչքան կարող է փոխվել։ Իսկ արդյոք Ադրբեջանը կարող է սпасել, ենթադրենք օրինակի համար 5 տարի, մինչև Հայաստանը գտնի, որ ինքը պատրաստ է արդեն խաղաղության գնալ Ադրբեջանի հետ։ Իսկ միգուցե այդ ընթացքում նոր սպառնալիքներ ստեղծվեն Հայաստանի Հանրապետության շուրջ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե մեր ընդդիմության ուզածը ինչ է եւ ուր է տանում մեր ընդդիմությունը, բայց մեր ընդդիմությունը իր նպատակին չի հասնելու։ Ընդդիմությունը դեռևս Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանման օրերից սկսած ամեն ինչ անում էր Հայաստանի նոր պատերազմի մեջ ներքաշելու համար, նոր էսկալացիոն գործողությունների մեջ ներքաշելու համար, որովհետեւ այդ շատ པարզ տրամաբանությամբ, որովհետեւ այդ ժամանակ ընդդիմության շանսերը շատ ավելի էին մեծանում Հայաստանում իշխանափոխություն անելու, որովհետեւ նոր պատերազմը իրենից ենթադրում է առնվազն նոր զոհեր եւ կորուստներ։ Բնականաբար ինչը ազդելու է իշխանության վարկանիշի վրա եւ հնարավորություն կտա մի փոքր կբարձրացնի ընդդիմության շանսերը իշխանափոխություն անելու համար։ Ընդդիմության ողջ նպատակը միշտ եղել է եւ կմնա սա։ Բայց միաժամանակ նաև, եթե չեմ սխալվում, Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ օրվա ընդդիմությունը չի ուզում գալ իշխանության, իրենք ուզում են, որ ռուսները գան իշխանության կամ Ռուսաստանը գա իշխանության։ Տեսեք, ամբողջ տրամաբանությունը հենց այդտեղ է։ Ընդդիմությունը պատրաստ է կորցնել Հայաստանի պետականությունը եւ ստանձնել Հայաստանի Հանրապետությունում գուբերնատորի պաշտոն։ Ընդդիմությունը պատրաստ է ծայրագավառի կարգավիճակով տեսնել Հայաստանը եւ ծայրագավառապետի պաշտոնում ստանձնել Հայաստանում իշխանությունը։ Ամբողջ նպատակը հենց այստեղ է։ Նորից եմ կրկնում, փորձ է արվում Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, հետո գնալ դիմել ինչ-որ խաղաղապահ ուժեր բերել տեղակայել Հայաստանի Հանրապետությունում։ Այդ խաղաղապահ ուժերի կողմից բնականաբար փորձ է արվելու արդեն պետականության կորուստը վերաձևակերպել Հայաստանի Հանրապետության եւ այդ ուժերի կողմից իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարումը։ Իսկ իրենք մունետիկների կարգավիճակով, գուբերնատորի ծայրագավառապետի կարգավիճակով փորձելու են իշխանություն իրացնել Հայաստանի Հանրապետությունում։ Պարոն Չախոյան, հաշվի առնելով ռուսական մեդիայի աջակցությունը խորհրդարանական ընդդիմությանը, դա ակներև է։ Ինչ եք կարծում, արդյոք Ռուսաստանը կամ որոշ ուժեր հնարավորություն են տեսել Հայաստանում իշխանափոխության հասնելու, հաշվի առնելով նաև Գյումրիում տեղի ունեցածը, երբ այսպես միասնական ընդդիմությունը հաղթանակ է նշում ու ասում է, որ դա իշխանության առաջին պարտությունն էր, երբ Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը չունեցավ քաղաքապետ եւ քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը, որի երթմնակալության արարողության ժամանակ ներկայ էին նաև ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ։ Այս ամբողջը իրենց համար նոր հնարավորության կամ նոր շանս է իրենց համար։ Ընդդիմադիր որոշ միամիտ գործիչների թվում է, թե այո, իրենց համար նոր շանս ու նոր հնարավորություն են, բայց ես ասեմ ավելին, այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում ընտրությունների ժամանակ, երբ մարդկանց խաբելով, մարդկանց ստելով, սեփական պատվից, արժանապատվությունից, խոսքից, թասիբից խոսալով մարդկանց խաբեցին, ձայն կորզեցին եւ հետագայում այդ ձայները ուղղեցին մեկ միասնական տեխնացուի ընտրությանը, այդ նախադեպը եղավ Գյումրիում եւ այլևս չի կրկնվելու եւ ոչ մի տեղ, որովհետեւ մեր հանրությունը շատ լավ հասկացավ, որ հերթական անգամ իրան խաբեցին, ճակերտավոր ասած, գցեցին ընդդիմադիր գործիչները։ Եվ հանրության համար շատ ավելի պարզ ու հստակ դարձավ, թե ինչ կարող է տեղի ունենալ արդյունքում, երբ ինքը հանկարծ փորձի կես տոկոս անգամ նույնիսկ հավատա ընդդիմադիր գործիչներին։ Իսկ ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին, ես կարծում եմ Գյումրիի ընտրված քաղաքապետը իրենից ներկայացնում է
Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական, դաշնակցական ընդդիմության հավաքական կերպարը, մարդ ով մի օր կարող է իր իսկ խոսքերով ասած մեռնի հանրապետական կուսակցության ջանին, մի ուրիշ օր կանգնի հայտարարի, որ Սերժ Սարգսյանը իր դեմ մահափորձ է իրականացրել։ Մի քանի օր անց նորից հայտարարի, որ Աստված օրհնի Սերժ Սարգսյանին եւ պահի ու պաշտպանի ու քաջառողջություն տա։ Մի քանի օր հետո մեղադրի այլ հարցերում, այդ թվում նաեւ իր դեմ սպանության։ Պարոն Չախոյան, տևական ժամանակ է նաև խոսվում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունների մասին, նաև լրատվական տեղեկատվական դաշտում իրենք ճակերտավոր ասած անցել են փոխհրաձգության եւ նաև փոխադարձաբար մեղադրում են միմյանց Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, բայց ամեն դեպքում մենք Գյումրիում տեսանք, որ այս երկու ուժերը կամ անհատները վերջին հաշվով միավորվեցին եւ նրանց միասնական տեխնացուն դարձավ քաղաքապետ։ Դուք ասացիք, որ նույնը հնարավոր չէ ոչ միտեղ, սակայն ընդդիմությունն ասում է, որ 2026 թվականին նույնը հնարավոր է համապետական ընտրությունների ժամանակ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այդ իմաստով օրվա իշխանությունը մտավախություններ չունի։ Տեսեք, եթե լսենք ականջալուրն իրենք ընդդիմությունը շատ բան է ասում։ Ընդդիմությունը դեռևս դիմադրության շարժման ժամանակ էլ կարծում հենց այս նույն այգում էր Իշխան Սաղաթելյանը հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանը այլևս իշխանություն չունի Հայաստանի Հանրապետությունում։ Արթուր Վանեցյանն էլ դրանից օրեր առաջ հայտարարում էր, թե Ազատության հրապարակից չի պատրաստվում, իդեպ ոչ միայն Արթուր Վանեցյանը, նաև Թաքուի Թովմասյանը հայտարարում էին, որ չեն պատրաստվում Ազատության հրապարակից տուն գնալ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին չեն հասել։ Եվ ուր են այդ մարդկանց ասածները։ Այսինքն այդ մարդիկ ընդամենը անում են հայտարարություններ, որոնք ուղղակի հայտարարություններ են։ Ընդդիմությունը մի անգամ չէ, որ ապացուցել է իր անսկզբունքայնության մեջ։ Մեր ընդդիմությունը այո չունի սկզբունքներ եւ պատրաստ է ոտնահարել իր իսկ կողմից հայտարարված բոլոր սկզբունքները մեկ հանուն մեկ նպատակի իշխանության հասնելու համար։ Ինչը իդեպ նաեւ թույլ տվեք նկատել, որ վերաբերում է Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյանական այս մեծ թաթերական բեմականացմամբ հակասությանը եւ հերրակա բանավեճին իբրև գոյություն ունեցող, իրականում ոչ մի բանավեճ էլ չկա, ոչ մի հակասություն էլ չկա, ցանկացած հարկ եղած դեպքում, ցանկացած հարկ եղած պարագայում Սերժ Սարգսյանը միանալու է Ռոբերտ Քոչարյանին եւ հակառակը, եւ եթե հարկ եղավ նույնիսկ կես տոկոս հնարավորություն եղավ, որ պետք է Սերժ Սարգսյանի օգնությամբ Ռոբերտ Քոչարյանը ենթադրենք ընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչը բնականաբար բացառված է, ես ձեզ հավատացնում եմ, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրա թիմակիցները, այն կարկառուն հանրապետականները կես վարքյան նույնիսկ չեն բարանելու։ Այնպես որ այս ամեն ինչը, այս հակասությունը Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, մեծ թաթերական բեմականացում է մեր հանրությանը կերակրելու համար, ուրիշ ոչ մի բան։ Իդեպ ինչի շատ վառ ապացույցը Գյումրու ընտրություններն էին։ Պարոն Չախոյան, եւ որոշ տելեգրամյան ալիքներ գրում են, որ ընդդիմությունը մարզերում եւ նաեւ Երևանում պատրաստում է որոշ սադրանքներ, որի մասնակից է լինելու նաեւ ընդդիմադիր մեդիան։ Ինչ սպասել, ինչ ասել է սադրանքներ։ Տեսեք, այն որ ընդդիմության կողմից ամեն տարի փորձ է արվում ջահերով երթը քաղաքականացնել եւ ջահերով երթին մասնակիցներին օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար, դա ինձ թվում է ոչ մեկի համար նորություն չէ։ Արթուր Վանեցյան, Ազատության հրապարակ ջահերով երթից եւ ապրիլի 24-ից օրեր առաջ սկսեց նստածույց անել վարչապետի հրաժարականի պահանջով, հույս ունենալով, որ ջահերով երթի մասնակիցները հետո միանալու են իրեն։ Ապրիլի 24-ի հաջորդող դիմադրության շարժում, որի միջոցով փորձ արվեց ջահերով երթի մասնակիցներին օգտագործել փողոցային իշխանափոխության պահանջով ակցիաներին։ Սա նոր բան չէ մեր ընդդիմության համար, մեր հանրությունն էլ ինձ թվում է շատ հստակ գիտակցում է ու քաջատեղյակ է, որ շատ փոքրիկ հնարավորության ու շանսի դեպքում, եթե ընդդիմությունը կես տոկոս նույնիսկ վստահություն ունենա, որ փողոցային ակցիաները վերսկսելու հնարավորություն ունի, այդ թվում նաև ջահերով երթի մասնակիցներին փորձելու է օգտագործել այդ ակցիաների համար։ Իսկ թե ինչ սպասել ընդդիմությունից, հավատացնում եմ ձեզ, այս ընդդիմությունից կարելի է սպասել ամեն ինչ։ Իսկ քանի որ Սիրուշոներ նաև կոչով հանդես եկել, կարող ենք իրեն սպասել մասնակիցների շարքում, ինչու՞ չէ նաև երգելիս կամ Թուրքիայի դրոշ այրելիս, հայրենասիրության այսպես իր դրսևորումները ցույց տալու համար։ Տեսեք, ձեզ կմնամ մեկնաբանելուց, թե ինչ սպասել Սիրուշոյից, բայց մի բան պետք է արձանագրենք նաև, որ Սիրուշոյի
հայտնի լինելը մեկ անգամ չէ, որ օգտագործվել է նույն Քոչարյանի կողմից, օրինակ դիմադրության շարժում, երբ Սիրշոյի միջոցով փորձվեց համերգ կազմակերպել եւ գոնե այդ համերգի քողի ներքո մի քանի մարդ ավել հավաքել Ֆրանսիայի հրապարակում, որտեղ խփված էին դիմադրության շարժման վրանները, այսինքն նույն Քոչարյանի եւ դաշնակցականների կողմից մեկ անգամ չէ որ փորձ է արվել օգտագործել Սիրշոյի դերակատարումը եւ նոր մարդկանց փորձել ներգրավել իրենց շարժման մեջ, չեմ կարծում թե հաջողության կհասնեն, որովհետեւ ընդդիմության համար դա փորձը ցույց է տվել, որ նույնիսկ Սիրշոյի ֆակտորը չի փրկում ընդդիմությանը։